Թույլ տվեք պատմել մի պատմություն, որտեղ ցավը ոչ թե վերջն էր, այլ սկիզբը։ Նա վաճառվեց, լռեցվեց, մարվեց մինչ որ գտավ իր ձայնը դաշնամուրի լռության մեջ։ Նա, քարե մարդը, սկսեց լսել ավելին, քան պարզապես երաժշտություն։ Նա սկսեց լսել նրա հոգին։ Դուք կհուզվեք, որովհետև սա այն պատմություններից է, որոնք հուզում են այնտեղ, որտեղ մենք կարծում էինք, թե ոչինչ այլս չի հուզում։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Ճանապարհը, որը կտրում էր Շիրակի մարզի խորքերը, անվերջանալի էր թվում այդ ծանր երկնքի տակ։ Հելենան դժվարությամբ էր տարբերում մեքենայի պատուհանից անցնող բնապատկերները, որոնք մշուշված էին բլուրները ծածկող նուրբ մառախուղով։ Նստած հետի նստարանին, ձեռքերը ծնկներին խաչած մարմինը լարված, ինչպես կտրվելու պատրաստ պարան, նա փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նրա ծնողները, Վահագնը, Անահիտը, լուռ նստած էին արջի նստարանին։ Ոչ մի խոսք չէր ասվել այն պահից, երբ նրանք դուրս էին եկել այն պարզ տնից, որտեղ Հելենան անցկացրել էր իր 23 տարիների կյանքը։ Վահագնը մեքենա էր վարում փակ դեմքով, հայացքը հառած ճանապարհին։ Անահիտը նայում էր կողքի պատուհանից, շրթունքները սեղմված բարակ գծի պես։ Երբեմն նա ծանր հառաչում էր, կարծես աշխարհի ծանրությունը ուսերին տաներ։ Հելենան ուզում էր հարցնել, թե ուր են գնում։ Ուզում էր բղավել, պատասխաններ պահանջել, բայց բառերը դուրս չէին գալիս։ Կարծես նրա ձայնը կուլ էր տրվել իրենից շատ ավելի մեծ մի բանի կողմից, մի բան, որը նրան բանտարկել էր հավերժ։ Նա մշուշոտ կերպով հիշում էր, թե ինչպես էր ամեն ինչ սկսվել։ Մի քանի օր առաջ, գուցե մեկ շաբաթ, գուցե ավելի, նրա ծնողները լուրջ արտահայտությամբ եկել էին նրա սենյակ։ Ասել էին, որ պետք է խոսեն կարևոր մի բանի մասին, մի բան, որը ամեն ինչ կփոխի։ Հելենան զգացել էր, թե ինչպես է սիրտը թրջում։ Փոփոխությունները միշտ վախեցրել էին նրան։ Մանուկ հասակից սկսած, առօրյայի ցանկացած փոփոխություն նրան անհանգիստ էր դարձնում, անապահով։ Ամեն դեպքում, նրանք միշտ այդպես էին ասում. Դու փխրուն ես, աղջիկս։ Դու չես կարող հաղթահարել արտաքին աշխարհը։ Մենք քեզ պետք ենք քեզ պաշտպանելու համար։ Այս արտահայտությունները տարիների ընթացքում այնքան անգամ էին կրկնվել, որ Հելենան այլս չգիտեր, արդյոք դրանք ճիշտ էին, թե պարզապես միակ ճշմարտությունը, որը նրան թույլ էին տվել իմանալ։ Նա դադարել էր դպրոց գնալ 12 տարեկանում։ Ծնողներն ասել էին, որ նա շատ է նյարդայնանում, որ մյուս երեխաները վնասում են նրան, որ ուսուցիչները չեն հասկանում նրա կարիքները։ Հելենան հիշում էր, որ լացել էր, աղաչել էր շարունակել։ Նա սիրում էր կարդալ, սովորել, լսել այն պատմությունները, որոնք ուսուցիչն էր պատմում։ Բայց Վահագնը անդրդվելի էր։ Անահիտը, այդ քաղցր ու թունավոր ձայնով, ասել էր, որ դա նրա բարօրության համար է։ Հետո եկան դեղերը։ Սկզբում միայն մեկը, նրան քնելու համար։ Հետո մյուսը, անհանգստությունը վերահսկելու համար։ Հետո էլի մեկը, որովհետև նա անհանգիստ էր դառնում։ Եվ էլի մեկը։ Եվ էլի մեկը։ Հելենան այլս չգիտեր, թե օրական քանիսն էր ընդունում։ Նա պարզապես կուլ էր տալիս այն հաբերը, որոնք Անահիտը դնում էր նրա ձեռքին ամեն առավոտ, ամեն երեկո, առանց հարցեր տալու։ Հարցերն անցանկալի էին այդ տանը։ Երաժշտությունը վերջին բանն էր, որ նրանից խլեցին։ Հելենան սիրում էր դաշնամուր նվագել։ Դա միակ պահն էր, երբ նա իրեն իսկապես կենդանի էր զգում, իսկապես ինքը։ Բայց Վահագնը վաճառեց դաշնամուրը, երբ նա 15 տարեկան էր։ Ասաց, որ փողի կարիք ունեն։ Անահիտը ավելացրեց, որ երաժշտությունը Հելենային շատ հուզական է դարձնում, շատ զգայուն։ Ավելի լավ էր, որ նա հանգստանար, լուռ մնար, չանհանգստանար։ Հելենան օրեր շարունակ լացեց։ Հետո դադարեց լացել։ Իրականում, դադարեց որևէ բան զգալ։ Տարիները ձգձգվեցին միապաղաղության լռության խիտ մառախուղի մեջ։ Հելենան արթնանում էր, դեղերն էր ընդունում, քիչ էր ուտում, մնում էր սենյակում, էլի դեղեր էր ընդունում, քնում էր։ Երբեմն նա հայելու մեջ էր նայում, չէր ճանաչում իր տեսած կնոջը։ Գունատ դեմքը, անփայլ աչքերը, անկենդան մազերը։ Ո՞վ էր այդ մարդը։ Նա չգիտեր։ Գուցե երբեք չէր էլ իմացել։ Եվ ահա, մի քանի օր առաջ, ամեն ինչ փոխվեց։ Վահագնը, Անահիտը մի տղամարդու հետ մտան նրա սենյակ։ Նա բարձրահասակ էր, լայն ուսերով, հագնված թանկարժեք հագուստով, որը կտրուկ հակադրվում էր այդ տան պարզությանը։
Նա մոտ 40 տարեկան էր, գուցե մի փոքր ավելի, ուներ կոշտ, հաշվենկատ հայացք։ Նա չժպտաց, երբ տեսավ նրան։ Պարզապես դիտում էր նրան անհասկանալի արտահայտությամբ, ինչպես մեկը, ով գնահատում է մի առարկա, նախքան որոշելը, թե արժե արդյոք այն գնել։ Սա Բագրատն է, Հելենա։ Նա շատ կարևոր մարդ է, տարածաշրջանի հարգված գործարար։ Նա համաձայնել է ամուսնանալ քեզ հետ։ Հելենան աչքերը թարթեց, չհասկանալով։ Ամուսնանալ։ Այդ տղամարդու հետ։ Նա երբեք չէր տեսել այդ տղամարդուն իր կյանքում։ Չգիտեր, թե ով էր նա, ինչ էր անում, ոչինչ։ Եվ ինչու։ Նա կհամաձայնվեր ամուսնանալ իր հետ, մի կնոջ հետ, ով նույնիսկ տնից դուրս չէր գալիս, ով օրերն անցկացնում էր սենյակում փակված, ով դժվարությամբ էր կարողանում ինչ-որ մեկի աչքերին նայել։ Պատասխանը աստիճանաբար եկավ, խոսակցության հատվածներով, որոնք նա կարողացավ որսալ, մինչ իր ծնողներն ու Բագրատը քննարկում էին մանրամասները։ Վահագնը պարտքեր ուներ։ Շատ պարտքեր։ Պարտքեր, որոնք նա չէր կարողանա մարել նույնիսկ 10 կյանքում։ Եվ Բագրատը, ինչ-որ պատճառով, որը Հելենան չէր հասկանում, համաձայնել էր ներել այդ պարտքերը ինչ-որ բանի դիմաց։ Նրա դիմաց։ Նա ուզում էր բղավել, փախչել, որե բան անել։ Բայց նրա մարմինը չէր ենթարկվում։ Կարծես նա փակված լիներ իր ներսում, ամեն ինչ հեռվից դիտելով, առանց միջամտելու կարողության։ Անահիտը բռնել էր նրա ձեռքը, ասել, այդ մեղմ ու դաժան ձայնով. «Դա քեզ համար լավագույնն է, աղջիկս։ Բագրատը կհոգա քո մասին։ Դու լավ կյանք կունենաս։ Մենք դա արել ենք քեզ համար»։ Եվ ահա, նա նստած էր այդ մեքենայում, հեռու տանում ամեն ինչից, ինչին ծանոթ էր։ Ոչ թե շատ բան կարոտելու կար։ Այդ տունը երբեք տուն չէր եղել։ Դա պաշտպանության քողի տակ քողարկված բանտ էր, ծնողական հոգատարության գույներով ներկված վանդակ։ Բայց, այնուամենայնիվ, դա այն ամենն էր, ինչ նա գիտեր։ Եվ հիմա նրան հանձնում էին մի անծանոթի, կարծես նա արդրային ապրանք լիներ, փոխանակման առարկա։ Մեքենան վերջապես կանգնեց։ Հելենան բարձրացրեց աչքերը, առաջին անգամ տեսավ Բագրատի կալվածքը։ Այն հսկայական էր։ Դարբնագործ երկաթե դարպասները բացվում էին դեպի լայն պուրակ, որի երկու կողմերում շքեղ ծառեր էին։ Հեռվում բարձրանում էր գլխավոր տունը, ընդարձակ էլեգանտ շինություն, սպիտակ պատերով, գաղութային կղմինդրե տանիքով։ Կային անթերի այգիներ, մուտքի կենտրոնում, շատրվան, հեռվում Հելենան տեսնում էր, թե ինչպես են ձիերը արածում ցանկապատված արոտավայրում։ Ամեն ինչ այնքան տարբեր էր այն նեղ ու մութ տնից, որտեղ նա մեծացել էր։ Վահագնը մեքենան կայանեց տան դիմաց։ Բագրատն արդեն այնտեղ էր, սպասում էր պատշգամբում։ Նա հագած էր մուգ տաբած սպիտակ վերնաշապիկ, ձեռքերը խաչած կրծքին։ Երբ տեսավ մեքենան, վճռական վստահ քայլերով իջավ աստիճաններով։ Նրա հայացքները մեկ ակնթարթով հանդիպեցին Հելենայի հայացքներին, բայց նա արագ շեղեց հայացքը։ Եկաք, ասաց Բագրատը, ձայնում առանց հուզմունքի։ Վահագնը դուրս եկավ մեքենայից, սեղմեց նրա ձեռքը։ Անահիտը նույնպես իջավ, դեմքին ստիպողական ժպիտ։ Հելենան կանգնած մնաց, չիմանալով, թե ինչ անել։ Հելենա, իջիր մեքենայից, հրամայեց Անահիտը, բացելով հետի դուռը։ Հելենան հնազանդվեց։ Նա միշտ հնազանդվում էր։ Նրա ոտքերը դողում էին, երբ նա կանգնեց գետնին։ Նա գլխապտույտ էր զգում, կարծես աշխարհը պտտվում էր իր շուրջը։ Բագրատը մոտեցավ, մեկնեց ձեռքը։ Նա տատանվելով նայեց այդ մեծ ու կոշտ ձեռքին։ Հետո, հսկայական ջանքով, իր ձեռքը դրեց նրա ձեռքի մեջ։ Նրա մատները տաք էին, ամուր։ Նա բռնեց նրան այնպիսի նրբությամբ, որ նա չէր սպասում։ «Բարի գալուստ», ասաց նա, ձայնը խորը հանդարտ։ Հելենան չպատասխանեց։ Նա չգիտեր, թե ինչ ասել։ Վահագնը, Անահիտը մի քանի խոսք փոխանակեցին Բագրատի հետ, խոսքեր, որոնք Հելենան չկարողացավ մշակել։ Ամեն ինչ շատ արագ էր կատարվում։ Նա զգում էր, թե ինչպես է կրծքավանդակը սեղմվում, չնչառությունը կարճանում։ Նրան դեղեր էին պետք։ Նրան պետք էր մի բան, որը կհանգստացներ նրան, որը կվերադարձներ նրան այն հարմարավետ մառախուղին, որտեղ ոչինչ կարևոր չէր։ Եկեք ներս մտնենք, ասաց Բագրատը, նրան առաջնորդելով դեպի տուն։ Հելենան հետ նայեց, տեսավ իր ծնողներին, որոնք վերադառնում էին մեքենա։ Նրանք նույնիսկ պատշաճ հրաժեշտ չտվեցին։
Վահագնը կարճ ողջույնի ժեստ արեց։ Անահիտը ժպտաց, բայց դա այնպիսի ժպիտ էր, որը չէր հասնում աչքերին։ Եվ հետո նրանք հեռացան։ Պարզապես հեռացան, նրան թողնելով այնտեղ մի մարդու հետ, ում նա չէր ճանաչում, մի վայրում, որը երբեք չէր տեսել։ Տունը ներսից էլ ավելի տպավորիչ էր։ Փայլեցված փայտե հատակ, ճաշակով կահույք, պատերին նկարներ, լայն աստիճան, որը տանում էր վերի հարկ։ Ամեն ինչ կարծես ամսագրից լիներ։ Հելենան լուր հետում էր Բագրատին, նրա քայլերը գրեթե աննկատ էին։ Նա նրան տարավ հյուրասենյակ, ցույց տվեց բազմոցը։ «Նստիր», ասաց նա։ Հելենան նստեց, ձեռքերը ծնկներին պահած, աչքերը հառած հատակին։ Բագրատը նստեց նրա դիմացի բազկաթոռին։ Երկար ժամանակ լուռ մնացին։ Հելենան զգում էր նրա հայացքն իր վրա, որը ուսումնասիրում էր նրան, փորձում էր վերծանել։ «Դու վախեցած ես», ասաց Բագրատը։ Դա հարց չէր։ Դա հաստատում էր։ Հելենան չպատասխանեց։ «Ես հասկանում եմ։ Այս իրավիճակը հեշտ չէ մեզանից ոչ մեկի համար։ Բայց ուզում եմ, որ դու իմանաս, որ ես քեզ չեմ վնասի։ Դու սենյակ կունենաս այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է։ Ես քեզանից ոչինչ չեմ սպասում, բացի իմ ծնողների հետ կնքած համաձայնագիրը կատարելուց»։ Հելենան վերջապես բարձրացրեց աչքերը։ Համաձայնագիրը կատարել։ Նա էր համաձայնագիրը։ Գործարք։ Ավարտված գործարք։ Դրա իրականությունը նրա վրա ընկավ որպես ճնշող բեռ։ Նա այնտեղ մարդ չէր։ Նա սեփականություն էր։ Բագրատի մյուս ունեցվածքներից մեկը, ինչպես այդ տունը, այդ ձիերը, այդ այգիները։ Դու լավ կլինես, շարունակեց Բագրատը, թե նրա ձայնն այժմ ավելի քիչ համոզիչ էր հնչում։ Ես կհոգամ քո մասին։ Քո ծնողներն ինձ ասացին, որ դու ունես որոշ դժվարություններ։ Որ դու հատուկ խնամքի կարիք ունես։ Ես կապահովեմ, որ դու ունենաս այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է։ Դժվարություններ։ Հատուկ խնամք։ Նույն բառերը, որոնք օգտագործում էին Վահագնը, Անահիտը։ Հելենան զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան շարժվում, մի բան, որը այդքան ժամանակ քնած էր մնացել։ Զայրույթ էր։ Թախիծ։ Նա չգիտեր։ Նա պարզապես գիտեր, որ ցավում էր։ Այնքան էր ցավում, որ նա ուզում էր բղավել, բայց չէր կարողանում։ Սենյակում հայտնվեց մի սպասուհի, միջին տարիքի մի կին, մեղմ ժպիտով։ Բագրատը ժեստ արեց դեպի Հելենան։ Սա Լուսինեն է։ Նա կօգնի քեզ այն ամենում, ինչ քեզ անհրաժեշտ է։ Լուսինե, տիկնոջը տար նրա սենյակ։ Լուսինեն մոտեցավ, մեկնեց ձեռքը։ Արի, սիրելիս։ Ես ցույց կտամ, թե որտեղ ես մնալու։ Հելենան վեր կացավ, հետեց Լուսինեին աստիճաններով։ Սենյակը երկրորդ հարկում էր, լուռ միջանցքի վերջում։ Լուսինեն բացեց դուռը, Հելենան մտավ։ Դա ընդարձակ սենյակ էր, մեծ մահճակալով, որը ծածկված էր սպիտակ սավաններով, թեթ վարագույրներով, որոնք պարում էին պատուհանից ներս մտնող զեփյուռից, մուգ փայտից պահարանով, հայելիով զարդասեղանով։ Անկյունում նույնիսկ փոքր բազմոց կար, մի դուռ, որը, Հելենան պատկերացրեց, տանում էր դեպի լոգարան։ Հուսով եմ, որ դուր կգա, ասաց Լուսինեն։ Եթե որե բանի կարիք ունենաս, պարզապես կանչիր ինձ։ Ես ներքի հարկում եմ, խոհանոցի մոտ։ Հելենան գլխով արեց, անխոս։ Լուսինեն դուրս եկավ, մեղմորեն փակելով դուռը իր հետից։ Եվ ահա Հելենան մենակ էր։ Մենակ այդ հսկայական սենյակում, այդ անծանոթ տանը, այդ կյանքում, որը ինքը չէր ընտրել։ Նա մոտեցավ պատուհանին, դուրս նայեց։ Տեսարանը գեղեցիկ էր, նույնիսկ գյուղական։ Կանաչ դաշտերը ձգվում էին մինչ հորիզոնը, ծառերով փայտե ցանկապատերով։ Արը սկսում էր մայր մտնել, երկինքը նարնջագույն վարդագույն երանգներով ներկելով։ Ամեն ինչ այնքան հանգիստ էր, այնքան կատարյալ։ Բայց Հելենան ոչինչ չէր զգում դրանից։ Նա պարզապես դատարկություն էր զգում։ Դատարկություն, որը նրան ուղեկցում էր այնքան ժամանակ, որ արդեն նրա մի մասն էր թվում։ Նա նստեց մահճակալի եզրին, շուրջը նայեց։ Նրա ծնողները մի փոքր ճամպրուկ էին բերել, իր հագուստներից մի քանիսով։ Այն այնտեղ էր, սենյակի անկյունում, մոռացված։ Հելենան ցանկություն չուներ բացել այն։ Ցանկություն չուներ ոչինչ անել։ Նա պարզապես ուզում էր անհետանալ, լուծվել օդում, դադարել գոյություն ունենալ։
Բայց հետո նրա աչքերը որսացին մի բան։ Սենյակի մյուս կողմում, հակառակ պատուհանի մոտ, դաշնամուր կար։ Սուփայլուն ռոյալ, կարծես մոռացված զարդ։ Հելենան դանդաղ վեր կացավ, գրեթե չհավատալով։ Նա տատանվող քայլերով մոտեցավ դրան, կարծես վախենում էր, որ դա պատրանք էր։ Նա մեկնեց ձեռքը դիպավ ստեղներին։ Դրանք սառն էին նրա մատների տակ, բայց ամուր, իրական։ Որքան ժամանակ էր, ինչ նա չէր նվագել։ 8 տարի։ 10։ Անվերջություն էր թվում։ Հելենան նստեց նստարանին, ձեռքերը դրեց ստեղնաշարի վրա։ Մի պահ նա պարզապես այնտեղ մնաց, զգալով փայտի ծանրությունը, ստեղների հյուսվածքը։ Հետո, գրեթե ավտոմատ շարժումով, սկսեց նվագել։ Ելած մեղեդին տխուր էր, դանդաղ, ցավով լի։ Նոտաներ, որոնք ձգվում էին արցունքների պես, որոնք բարձրանում իջնում էին լուռ ողբի մեջ։ Հելենան փակեց աչքերը, թույլ տվեց իրեն տարվել։ Տարիներ շարունակ առաջին անգամ նա ինչ-որ բան էր զգում։ Դա երջանկություն չէր, դա թեթացում չէր։ Դա մաքուր, հում ցավ էր, բայց իրական էր։ Եվ իրականը այն ամենն էր, ինչ նրան պետք էր այդ պահին։ Նա չգիտեր, որ Բագրատը դռան մյուս կողմում էր, լսում էր։ Նա բարձրացել էր, ստուգելու, թե արդյոք նա լավ է, բայց կանգնեց, երաժշտությունը լսելով։ Նա մնաց այնտեղ, կանգնած միջանցքում, ձեռքը կախված դռան բռնակի մոտ, լսելով այդ մեղեդին, որը կարծես շատ խորը, շատ մութ տեղից էր գալիս։ Դա հիվանդ մարդու երաժշտությունը չէր։ Դա իրեն խնամելու անկարող մարդու երաժշտությունը չէր։ Դա տառապող մարդու երաժշտությունն էր, մեկի, ով օգնություն էր խնդրում միակ ձով, որով կարողանում էր։ Բագրատը ձեռքը հեռացրեց դռնից, մնաց այնտեղ, լսելով, մինչ որ երաժշտությունը դադարեց։ Հետո լուռ, իջավ աստիճաններով, վերադարձավ իր աշխատասենյակ։ Նստեց սեղանի հետում, հոգնած ձեռքը անցկացրեց դեմքին։ Ինչ էր արել նա։ Ինչի էր համաձայնվել անել։ Նա ընդունել էր Վահագնի առաջարկը, քանի որ դա պարզ էր թվում։ Կեղծ ամուսնություն, մի կին, ով խնամքի կարիք ուներ, փոխարենը պարտքի ներում, որը տղամարդը երբեք չէր կարողանա մարել։ Բագրատը հետաքրքրություն չուներ սիրավեպի, սիրո, ոչ մի բանի նկատմամբ։ Նա սովոր էր մենակ ապրել, իր գործերով զբաղվել, ամեն ինչ վերահսկողության տակ պահել։ Նա կարծում էր, որ դա հեշտ կլինի։ Որ նա պարզապես մեկ պատասխանատվություն կլինի, ինչպես շատ ուրիշներ։ Բայց հիմա, լսելով այդ երաժշտությունը, տեսնելով այդ դատարկ հայացքն այդ աչքերում, նա սկսում էր հասկանալ, որ ներգրավվել էր շատ ավելի մեծ, շատ ավելի բարդ մի բանի մեջ, քան պատկերացնում էր։ Եվ առաջին անգամ երկար ժամանակվա մեջ, Բագրատը չգիտեր, թե ինչ անել։ Նա պարզապես գիտեր, որ ինչ-որ կերպ պետք է հասկանա, թե ով էր այդ կինը։ Եվ ինչ, կոնկրետ, էին արել նրա ծնողները նրա հետ։ Գիշերը իջավ կալվածքի վրա, իր հետ բերելով ծանր լռություն։ Հելենան շարունակում էր նստել դաշնամուրի մոտ, նույնիսկ երբ երաժշտությունը ավարտվեց։ Նա մնաց այնտեղ, անշարժ, նայելով ստեղներին, կարծես դրանք պահում էին այն պատասխանները, որոնք նա չէր կարողանում գտնել։ Դրսում աշխարհը շարունակում էր պտտվել։ Բայց Հելենայի համար ամեն ինչ կանգ էր առել։ Եվ նա չգիտեր, արդյոք երբեք կկարողանա նորից շարժվել։ Նա պարզապես գիտեր, որ այդ պահին, այդ տարօրինակ վայրում, այդ անծանոթ մարդու հետ, իր կյանքը հավերժ փոխվել էր։ Եվ նա գաղափար չուներ, դեպի լավը, թե դեպի վատը։ Ասացեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես կավարտվի այն։ Կալվածքում անցկացրած առաջին օրերը Հելենայի համար անցան որպես խիտ մառախուղ։ Նա ուշ էր արթնանում, ընդունում էր այն դեղերը, որոնք Լուսինեն բերում էր արծաթյա սկուտեղի վրա, քիչ էր ուտում այն շքեղ նախաճաշից, որը սպասուհին պնդում էր պատրաստել, վերադառնում էր սենյակ։ Երբեմն նա ժամերով նայում էր պատուհանից, դիտելով արոտավայրում գտնվող ձիերին, այգիներով զբաղվող աշխատողներին, դրսում կյանքը, մինչ նա մնում էր փակված իր ներսում։ Բագրատը հեռավոր ներկայություն էր։ Նա երբեմն տեսնում էր նրան, սովորաբար հեռվից, միջանցքներով քայլելիս կամ առավոտյան մեքենայով դուրս գալիս։ Նա շատ էր աշխատում, ժամեր էր անցկացնում աշխատասենյակում փակված, անվերջ հեռախոսազանգերի էր պատասխանում, ընդունում էր կոստյումներով տղամարդկանց այցելությունները, որոնք խոսում էին այնպիսի գործերի մասին, որոնք Հելենան չէր հասկանում, նույնիսկ չէր էլ փորձում հասկանալ։ Երբ նրանք հանդիպում էին, նա գլխով էր ողջունում նրան, քաղաքավարի, բայց սառը։ Նա չէր փորձում խոսել, հարցեր չէր տալիս։ Կարծես գոհ էր պահպանել այն հեռավորությունը, որը նա ինքն էր ստեղծում։
Լուսինեն այլ էր։ Սպասուհին մայրական մեղմ վարք ուներ, չնայած Հելենան դժվարությամբ էր պատասխանում նրա խոսակցության փորձերին, նա շարունակում էր փորձել։ Նա խոսում էր եղանակի մասին, այգու ծաղիկների մասին, իր պատրաստած ուտելիքի մասին։ Երբեմն Հելենան որսում էր այդ խոսակցությունների հատվածներ, առանձին բառեր, որոնք արձագանքում էին նրա մշուշոտ մտքում։ Բայց նա չէր կարողանում կապ հաստատել, չէր կարողանում իմաստալից պատասխանել։ Բառերը կարծես կոկորդում էին խրված, չափազանց ծանր, արտաբերելու համար։ 5-րդ գիշերն էր, որ ամեն ինչ փոխվեց։ Հելենան նոր էր ընդունել երեկոյան դեղերը, երբ ինչ-որ տարբեր բան զգաց։ Սովորականից ավելի ուժեղ գլխապտույտ, սրտխառնոց, որը բարձրանում էր ստամոքսից։ Նա փորձեց վեր կենալ մահճակալից, բայց նրա ոտքերը չենթարկվեցին։ Նա ծնկաչոք ընկավ հատակին, սիրտը թրթռում էր, սառը քրտինքը ծածկում էր ճակատը։ Նա փորձեց օգնություն կանչել, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Դուռը բացվեց։ Դա Բագրատն էր։ Նա լսել էր ընկնելու ձայնը։ Տեսնելով նրան հատակին, գունատ դողացող, նա երկու լայն քայլով անցավ սենյակը, ծնկի իջավ նրա կողքին։ Հելենա, ինչ պատահեց, նրա ձայնը անհանգիստ էր հնչում, անկեղծ անհանգստություն, որը նա չէր սպասում։ Նա ձեռքը դրեց նրա մեջքին, հենարան տալով։ Դու վատ ես զգում։ Բժիշկ կանչելու կարիք կա։ Հելենան փորձեց խոսել, բայց միայն կարողացավ գլխով անել։ Բագրատը հեշտությամբ վերցրեց նրան գիրկը, կարծես նա ոչինչ չէր կշռում, նորից դրեց մահճակալին։ Նա մնաց այնտեղ, նրա կողքին, դիտելով, թե ինչպես է նրա շնչառությունը աստիճանաբար վերադառնում նորմալին։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, մի արտահայտություն, որը Հելենան չէր կարողանում վերծանել։ Անհանգստություն։ Մեղքի զգացում։ Նա չգիտեր։ Ինչ տեղեր ես ընդունում, հարցրեց նա, նայելով մահճակալի կողքի սեղանին դրված շշերին։ Հելենան չպատասխանեց։ Բագրատը վերցրեց շշերից մեկը, կարդաց պիտակը։ Նրա դեմքը խստացավ։ Սա շատ ուժեղ է։ Ո՞վ է քեզ դա նշանակել։ Նա կարողացավ շշնջալ։ Իմ ծնողները։ Նրանց բժիշկը։ Բագրատը երկար ժամանակ լուռ մնաց։ Հետո շիշը դրեց գրպանը։ Վաղը բժշկի կդիմենք։ Իրական բժշկի։ Հելենան ուզեց բողոքել, ուզեց ասել, որ կարիք չկա, որ նա սովոր է այդպես, բայց ուժ չուներ։ Նա պարզապես փակեց աչքերը, թույլ տվեց ծանր քունը տանել իրեն։ Հաջորդ առավոտյան Բագրատը կատարեց իր խոսքը։ Նա Հելենային տարավ քաղաք, մասնավոր կլինիկա, որտեղ մի երիտասարդ բժիշկ, ուշադիր հայացքով մեղմ ձայնով, զգուշությամբ զննեց նրան։ Դոկտոր Նարինեն այնպիսի հարցեր տվեց, որոնք ոչ ոք երբեք չէր տվել։ Հարցրեց նրա երազների մասին, թե ինչ էր սիրում անել, թե ինչպես էր զգում, երբ արթնանում էր։ Հելենան, սովոր լինելով վերաբերվել որպես խնդրահարույց հիվանդի, շփոթվեց այդ մոտեցումից։ Զննությունից հետո Նարինեն Բագրատին կանչեց առանձին զրույցի։ Հելենան մնաց սպասասենյակում, մատները խաչած, սիրտը սեղմված։ Երբ Բագրատը վերադարձավ, նրա դեմքը լուրջ էր, գրեթե մռայլ։ Նա ոչինչ չասաց ամբողջ ճանապարհին։ Նա պարզապես լուռ վարում էր, մատները սեղմած ղեկին։ Հասնելով կալվածք, նա նրան տարավ հյուրասենյակ, խնդրեց նստել։ Հելենան հնազանդվեց, զգալով, թե ինչպես է տարօրինակ վախը մեծանում իր ներսում։ Նա նստեց նրա դիմաց, արմունկները ծնկներին հենած, ձեռքերը խաչած։ Հելենա, դոկտոր Նարինեն ինձ մի քանի կարևոր բան ասաց։ Նա դադար տվեց, կարծես զգուշորեն ընտրելով բառերը։ Այն դեղերը, որոնք դու ընդունում էիր, շատ ուժեղ են։ Չափազանց ուժեղ։ Եվ նա պատճառ չի տեսնում, որ դու դրանց մեծ մասը ընդունես։ Իրականում, նա կարծում է, որ դրանք ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ։ Հելենան աչքերը թարթեց, շփոթված։ Բայց ծնողներս ասացին, որ ինձ պետք են։ Որ առանց դրանց ես ավելի վատ եմ լինում։ Բագրատը գլխով արեց։ Ես գիտեմ, թե ինչ են ասել քո ծնողները։ Բայց դոկտոր Նարինեն ուզում է ավելի ամբողջական գնահատական տալ։ Նա ուզում է խոսել քեզ հետ, հասկանալ քո պատմությունը, տեսնել, թե արդյոք իսկապես անհրաժեշտ է այդ ամբողջ տեղորայքը։ Նա նայեց նրա աչքերին, առաջին անգամ Հելենան այնտեղ սառնությունից բացի ուրիշ բան տեսավ։ Նա կարեկցանք տեսավ։ Դու պատրաստ ես փորձել։ Հելենան չգիտեր, թե ինչ ասել։ Նրա մի մասը վախենում էր։
Իսկ եթե ծնողները ճիշտ էին։ Իսկ եթե առանց դեղերի նա իսկապես անկառավարելի դառնար, վտանգավոր իր համար։ Բայց մյուս մասը, մի փոքրիկ փխրուն մաս, որը դեռ թաղված էր լռության շերտերի տակ, շշնջում էր, որ գուցե արժեր փորձել։ Գուցե նրա մեջ ավելին կար, քան իրեն ասել էին։ Ես կարող եմ փորձել, շշնջաց նա։ Եվ այսպես սկսվեց մի դանդաղ ու ցավոտ գործընթաց։ Դոկտոր Նարինեն շաբաթական 2 անգամ գալիս էր կալվածք։ Ժամերով խոսում էր Հելենայի հետ, հարցեր տալով, ուշադիր լսելով, ամեն ինչ գրի առնելով։ Դանդաղորեն նա սկսեց նվազեցնել դեղորայքը, որոշ դեղեր փոխարինելով ավելի մեղմերով, վերացնելով անհրաժեշտ չեղածները։ Եվ դրանով իսկ ինչ-որ բան սկսեց կատարվել։ Հելենան սկսեց ավելի շուտ արթնանալ։ Մտքերը, որոնք նախկինում մշտական մառախուղի մեջ էին, ավելի պարզ դարձան։ Գույները թվում էին ավելի վառ։ Ձայները՝ ավելի պարզ։ Դա միաժամանակ սարսափելի ազատագրող էր։ Նա զգում էր այնպիսի բաներ, որոնք տարիներ շարունակ չէր զգացել։ Նա իրական քաղց էր զգում, ոչ թե պարզապես մեխանիկական ուտելու պարտավորություն։ Նա գիշերները իսկական հոգնածություն էր զգում, ոչ թե պարզապես դեղերի կողմից առաջացած թմրածություն։ Եվ նա զգում էր նա այն հույզերը, որոնք մոռացել էր, որ գոյություն ունեն։ Մի անգամ կեսօրին, պատուհանից նայելիս, Հելենան այգում տեսավ Լուսինեին, որը խնամում էր վարդի թփերը։ Ինչ-որ բան դրդեց նրան իջնել։ Դա առաջին անգամն էր, որ նա ինքնակամ դուրս եկավ սենյակից, իր ժամանելուց ի վեր։ Լուսինեն բարձրացրեց աչքերը, զարմացած ուրախ նրան տեսնելով։ «Ուզում ես ինձ օգնել, սիրելիս», հարցրեց սպասուհին, մեկնելով այգեգործական ձեռնոցների զույգ։ Հելենան վերցրեց ձեռնոցները, ծնկի իջավ Լուսինեի կողքին։ Նա ոչինչ չգիտեր այգեգործության մասին, բայց Լուսինեն համբերատար էր, սովորեցնելով նրան կտրել թառամած ծաղիկները, հողը խնամել, զգուշությամբ ջրել։ Եվ աշխատելիս Հելենան ինչ-որ տարօրինակ ու հրաշալի բան զգաց։ Նա իրեն օգտակար զգաց։ Նա իրեն կենդանի զգաց։ Բագրատը հեռվից էր դիտում, աշխատասենյակի պատուհանից։ Նա տեսնում էր Հելենային այգում, մազերը հավաքած ազատ պոչով, ձեռքերը հողոտ, ինչ-որ բան շարժվեց նրա ներսում։ Նա տարբեր էր։ Ավելի ներկա։ Ավելի իրական։ Նա այլս այն մարած ստվերը չէր, որը եկել էր շաբաթներ առաջ։ Նա սկսել էր զգալ մի բան, որը չէր սպասում։ Դա խղճահարություն չէր, թե կար կարեկցանք։ Դա պարզապես պատասխանատվություն չէր, թե նա դրան լուրջ էր վերաբերվում։ Դա ինչ-որ ավելի խորը, ավելի բարդ բան էր։ Նա իրեն բռնացնում էր նրա մասին մտածելիս օրվա ընթացքում, պատկերացնելով, թե ինչպես էր նա, լավ էր, արդյոք ինչ-որ բանի կարիք ուներ։ Նա սկսեց ընտրել տանը ուշ աշխատելու փոխարեն, պարզապես նրան սեղանի շուրջ տեսնելու համար, նույնիսկ եթե նա դեռ լուռ էր ուտում։ Մի երեկո, ընթրիքից հետո, Բագրատը նրան նորից դաշնամուրի մոտ գտավ։ Նա այժմ ավելի հաճախ էր նվագում, միշտ տխուր մեղեդիներ, միշտ այնպիսի երգեր, որոնք կարծես պատմում էին այն պատմությունները, որոնք նա չէր կարողանում բառերով արտահայտել։ Նա կանգնեց դռան մոտ, լսելով։ Երբ նա ավարտեց, մեղմորեն ծափահարեց։ Հելենան շրջվեց, վախեցած։ Նա չէր նկատել, որ նա այնտեղ էր։ Նրա աչքերը լայն բացվեցին, նա սկսեց վեր կենալ, կարծես ինչ-որ սխալ բան էր արել։ Ոչ, շարունակիր, ասաց Բագրատը, մտնելով սենյակ։ Դու շատ լավ ես նվագում։ Որտեղ սովորեցիր։ Հելենան տատանվեց։ Մայրս ինձ սովորեցրել է, երբ փոքր էի։ Մինչ ես դադարեցի տնից դուրս գալ։ Բագրատը մոտեցավ, նստեց մոտակա բազկաթոռին։ Ինչու։ Դադարեցիր տնից դուրս գալ։ Առաջին անգամ Հելենան սկսեց խոսել։ Նա սկսեց դանդաղ, կարճ ու տատանվող նախադասություններով։ Պատմեց դպրոցի մասին, թե ինչպես էին իրեն հեռացրել։ Իր կորցրած ընկերների մասին։ Իրենից խլված երաժշտության մասին։ Անվերջ աճող դեղերի մասին։ Թե ինչպես աստիճանաբար նա դադարել էր մարդ լինել, դարձել էր կառավարվելիք խնդիր։ Բագրատը լուռ լսում էր, դեմքը գնալով ավելի ու ավելի փակվում էր։ Երբ նա ավարտեց, նա երկար ժամանակ լուռ մնաց։ Հետո ասաց մի բան, որը զարմացրեց նրան։ Քո ծնողները քեզ ստել են, Հելենա։ Դու հիվանդ չես։ Դու անկայուն չես։ Քեզ պահել են վանդակում համոզել, որ չես կարող թռչել։ Նրա խոսքերը Հելենային հարվածեցին բռունցքի պես։
Նա զգաց, թե ինչպես են աչքերը այրվում, արցունքները սպառնում էին թափվել։ Բայց ինչպես գիտես։ Որովհետև ես տեսնում եմ քեզ։ Տեսնում եմ, թե ինչպես ես փոխվում հիմա, երբ ավելի քիչ տեղեր ես ընդունում։ Տեսնում եմ, թե ինչպես ես շարժվում այգում, ինչպես ես դաշնամուր նվագում, ինչպես ես խոսում Լուսինեի հետ։ Սա փակված լինելու կարիք ունեցող մարդու վարքագիծ չէ։ Նա առաջ թեքվեց, աչքերը հառած նրան։ Քեզ բռնության են ենթարկել, Հելենա։ Եվ ես դրանում հանցակից եմ եղել, ընդունելով այդ անիծյալ համաձայնագիրը քո ծնողների հետ։ Հելենան զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան կոտրվում։ Արցունքները, որոնք նա այդքան ժամանակ պահել էր, վերջապես թափվեցին, լուռ ու ծանր։ Բագրատը վեր կացավ առաջին անգամ նրան դիպավ քնքշությամբ։ Նա ձեռքը դրեց նրա ուսին, պարզ, բայց իմաստալից ժեստ։ Ես կուղեմ դա, ասաց նա։ Դեռ չգիտեմ ինչպես, բայց կանեմ։ Դու ավելին ես արժանի, քան սա։ Արժանի ես իսկապես ապրել։ Հելենան արցունքների միջից նայեց նրան։ Այդ պահին ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Դա սեր չէր, դեռ ոչ։ Բայց դա վստահություն էր։ Եվ Հելենայի համար, ով երբեք ոչ մեկին չէր վստահել, դա ամեն ինչ էր։ Հաջորդ շաբաթները ավելի շատ փոփոխություններ բերեցին։ Դոկտոր Նարինեն շարունակեց աշխատանքը, ավելի ու ավելի շատ դեղամիջոցներ վերացնելով, դրանք փոխարինելով թերապիայով երկար ու դժվարին զրույցներով։ Հելենան սկսեց մղձավանջներ տեսնել, հիշողություններ, որոնք նա թաղել էր, նորից ի հայտ էին գալիս։ Նա արթնանում էր գիշերվա կեսին, քրտնած, դողացող, բղավող։ Եվ միշտ Բագրատն այնտեղ էր։ Նա լսում էր ճիչերը, բարձրանում էր աստիճաններով, մտնում էր սենյակ, մնում էր նրա հետ, մինչ որ նա հանգստանում էր։ Նա նրան չէր դիպչում, բացի նրա ձեռքը բռնելուց, ինտրուզիվ հարցեր չէր տալիս։ Նա պարզապես մնում էր այնտեղ, ամուր մխիթարով ներկայություն քաոսի մեջ։ Աստիճանաբար Հելենան սկսեց հասկանալ, թե ինչ էր պատահել իր հետ։ Դա հոգեկան հիվանդություն չէր։ Դա տրավմա էր։ Դա տարիների հոգեբանական բռնություն էր, մանիպուլյացիա, համոզելը, որ նա ավելի քիչ էր, քան իրականում էր։ Դա փակված լինելն էր, լռեցված լինելը, դեղորայքով հնազանդության հասցված լինելը։ Եվ այս հասկացողությունը, թե ցավոտ, նա ազատագրող էր։ Մի օր Լուսինեն Հելենային գտավ գրադարանում, գրքեր թերթելիս։ Սպասուհին ժպտաց։ Դու սիրում ես կարդալ։ Հելենան գլխով արեց։ Սիրում էի։ Մինչ նրանք դադարեցրին ինձ թույլ տալ։ Լուսինեն նստեց նրա կողքին։ Ուրեմն կարդա հիմա։ Կարդա այն ամենը, ինչ ուզում ես։ Այս տունը հարյուրավոր գրքեր ունի, ոչ ոք չկա դրանք կարդալու քեզանից բացի։ Եվ Հելենան կարդաց։ Կարդաց վեպեր, պոեզիա, կենսագրություններ։ Կարդաց ուժեղ կանանց մասին, տրավմաները հաղթահարած մարդկանց մասին, մարդկային վերակառուցվելու կարողության մասին։ Եվ յուրաքանչյուր գիրք մի աղյուս էր իր նոր տարբերակի կառուցման մեջ։ Բագրատը նկատում էր այդ փոփոխությունները։ Նա տեսնում էր Հելենային ավելի աշխույժ, ավելի ներկա։ Նա սկսեց հարցեր տալ կալվածքի մասին, ձիերի մասին, նրա աշխատանքի մասին։ Նա սկսեց ժպտալ, փոքրիկ ամաչկոտ ժպիտներ, որոնք լուսավորում էին նրա դեմքը։ Եվ նա, ով միշտ եղել էր կառավարվող ռացիոնալ մարդ, իրեն բռնացրեց ժպտալիս։ Մի անգամ կեսօրին, ախոռներով քայլելիս, Հելենան կանգնեց մի շագանակագույն էգ-ձյու դիմաց, քաղցր աչքերով։ Կարո՞ղ եմ դիպչել նրան, հարցրեց նա։ Բագրատը գլխով արեց։ Նա Հեզ է։ Անունը Աստղ է։ Հելենան մեկնեց ձեռքը, շոյեց կենդանու դունչը։ Էգ-ձին մեղմորեն փչացավ, գլուխը հենեց նրա ձեռքին։ Հելենան ծիծաղեց, մի բյուրեղյա ձայն, որը Բագրատը երբեք չէր լսել նախկինում։ Եվ այդ պահին, նայելով նրան մայրամուտի ոսկե լույսի ներքո, մազերը բաց քամու մեջ, աչքերը փայլող անկեղծ ուրախությունից, Բագրատը հասկացավ մի բան, որը վախեցրեց նրան, միաժամանակ լցրեց նրան։ Նա սիրահարվում էր նրան։ Դա այն չէր, ինչ նա պլանավորել էր։ Դա այն չէր, ինչ նա սպասում էր։ Բայց դա անխուսափելի էր։ Ինչպես չսիրահարվել մեկին, ով վերածնվում էր իր աչքերի առաջ։ Ինչպես չսիրահարվել լուռ ուժին, ներքին դերին դիմակայելու քաջությանը, այն գեղեցկությանը, որը ի հայտ էր գալիս, երբ ցավի շերտերը հեռացվում էին։ Բայց Բագրատը գիտեր, որ ոչինչ չէր կարող ասել։ Դեռ ոչ։
Հելենան դեռ իրեն էր բացահայտում, դեռ սովորում էր լինել ինքը։ Նա չէր կարող բարդացնել ամեն ինչ զգացմունքներով, որոնք նա գուցե պատրաստ չէր ընդունել։ Այսպիսով, նա դա իր մոտ պահեց, մի գաղտնիք, որը նա զգուշությամբ էր կրում։ Հելենան, իր հերթին, նույնպես զգում էր, որ ինչ-որ բան է փոխվում։ Երբ Բագրատը մտնում էր սենյակ, նրա սիրտը ավելի արագ էր բաբախում։ Երբ նա ժպտում էր նրան, նա տարօրինակ ջերմություն էր զգում կրծքավանդակում։ Նա չգիտեր, թե ինչ էր դա։ Երբեք նման բան չէր զգացել։ Գուցե երախտագիտություն էր։ Գուցե ավելին։ Բայց ինչպես Բագրատը, նա էլ դա իր մոտ պահեց։ Դոկտոր Նարինեն նկատեց այդ փոփոխությունները։ Իր նիստերից մեկում նա Հելենային հարցրեց, թե ինչպես է զգում Բագրատի նկատմամբ։ Նա բարի է, պատասխանեց Հելենան։ Նա ինձ օգնում է։ Նա ինձ չի վերաբերվում, կարծես ես կոտրված լինեմ։ Իսկ ինչ ես զգում, երբ նրա մոտ ես։ Հելենան տատանվեց։ Ես ինձ ապահով եմ զգում։ Եվ նա նյարդային եմ զգում։ Տարօրինակ է։ Նարինեն ժպտաց։ Տարօրինակ չէ, Հելենա։ Դա նորմալ է։ Դու նորից սկսում ես զգալ։ Եվ երբեմն զգացմունքները շփոթեցնող են, հատկապես երբ դրանք նոր են։ Բայց սա ճիշտ է, հարցրեց Հելենան, ձայնը թույլ։ Նա ինձ հետ է միայն համաձայնագրի պատճառով։ Ծնողներիս պարտքի պատճառով։ Նարինեն բռնեց նրա ձեռքը։ Այն, ինչ սկսվել է որպես համաձայնագիր, պարտադիր չէ, որ շարունակվի որպես այդպիսին։ Մարդիկ փոխվում են։ Հարաբերությունները զարգանում են։ Կարևորն այն է, որ դու ինքդ քեզ հետ անկեղծ լինես այն մասին, ինչ զգում ես։ Եվ որ չվախենաս ապրելուց։ Հելենան դրա մասին մտածեց օրեր շարունակ։ Արդյոք նա իրավունք ուներ զգալու։ Ցանկանալու։ Այդքան ժամանակ նրան սովորեցրել էին, որ իր ցանկությունները կարող չեն, որ նա իրավունք չուներ ոչինչ ցանկանալու։ Բայց հիմա, առաջին անգամ, նա սկսում էր հավատալ, որ գուցե այո։ Գուցե նա արժանի էր երջանիկ լինելու։ Գուցե արժանի էր սիրվելու։ Եվ գուցե, պարզապես գուցե, նա արդեն սկսում էր սիրել ինչ-որ մեկին ի պատասխան։ 3 ամիս էր անցել, ինչ Հելենան եկել էր կալվածք։ 3 ամիս, որոնք մի ամբողջ կյանք էին թվում։ Այն կինը, ով հիմա քայլում էր այդ տան միջանցքներով, գրեթե անճանաչելի էր այն մարած ստվերի համեմատ, որին հանձնել էին որպես ապրանք։ Նրա մազերը նորից փայլում էին, նրա աչքերը վերականգնել էին իրենց լույսը, իսկ նրա մարմինը, որը նախկինում մշտական հնազանդությամբ էր կորացած, այժմ շարժվում էր բնական շնորհքով, որը միշտ այնտեղ էր եղել, պարզապես քնած։ Դեղորայքը կտրուկ նվազեցվել էր։ Հելենան դեռ որոշ դեղեր էր ընդունում, բայց միայն նրան օգնելու համար այն անհանգստության դեմ, որը երբեմն առաջանում էր տարիների տրավմայի մնացորդ։ Բայց դրանք այլս այն ծանր հաբերը չէին, որոնք նրան պահում էին մշտական քնկոտության մեջ։ Հիմա նա շուտ էր արթնանում, օգնում էր Լուսինեին խոհանոցում, նվիրումով խնամում էր այգին, ժամերով կարդում էր գրադարանում, ամեն օր դաշնամուր էր նվագում։ Բագրատը դիտում էր այդ փոխակերպումները հիացմունքի ինչ-որ ավելի խորը զգացմունքի խառնուրդով, որը նա դեռ պայքարում էր անվանելու համար։ Նա էլ էր փոխվել։ Նախկինում կոշտ մարդ էր, կենտրոնացած միայն աշխատանքի գործերի վրա, հիմա իրեն բռնացնում էր անհամբեր սպասելիս ընթրիքի ժամին, երբ կարող էր Հելենայի հետ նստել սեղանի շուրջ խոսել օրվա մասին։ Խոսակցությունները, որոնք սկսվել էին ամաչկոտ միավանք, հիմա բնականորեն էին հոսում։ Նա պատմում էր իր կարդացած գրքերի մասին, իր տնկած ծաղիկների մասին, այն երգերի մասին, որոնք ուզում էր սովորել։ Եվ նա խոսում էր կալվածքի, ձիերի, ապագա պլանների մասին։ Մի առավոտ Հելենան իջավ աստիճաններով Բագրատին գտավ ճաշասենյակում, թերթ կարդալիս, մինչ սուրճ էր խմում։ Նա բարձրացրեց աչքերը ժպտաց, նրան տեսնելով։ Բարի լույս։ Բարի լույս, պատասխանեց նա, նստելով սեղանին։ Լուսինեն արդեն պատրաստել էր թարմ հաց, մրգեր, պանիրներ։ Հելենան իրեն մատուցեց, նկատելով, որ հիմա ուտում էր ախորժակով, մի բան, որն անհնար էր ամիսներ առաջ։ Մտածում էի, ասաց Բագրատը, ծալելով թերթը։ Ինչ կասես այսօր ձիերով զբոսնելու մասին։ Դու ասացիր, որ ուզում ես սովորել։ Հելենայի աչքերը լուսավորվեցին։ Իրոք։ Դու ինձ կսովորեցնես։ Իհարկե։ Աստղը կատարյալ է սկսնակների համար։ Եվ ես քո կողքին կլինեմ ամբողջ ժամանակ։ Սուրճից հետո նրանք գնացին ախոռներ։
Հելենան հագած էր ձիավարության տաբատ, որը Բագրատը պատվիրել էր նրա համար, համապատասխան կոշիկների հետ միասին։ Նա օգնեց նրան բարձրանալ էգ ձիու վրա, իր ամուր ձեռքերը նրա իրանին, մինչ նա նրան բարձրացնում էր թամբին։ Հպումը, թե կարճ, ստիպեց Հելենայի սիրտը արագանալ։ Բագրատը նստեց իր սեփական ձիու, ամպրոպ անունով Սարու ձիու վրա, Հելենային առաջնորդեց դաշտերով։ Նա համբերատար էր, սովորեցնելով նրան բռնել սանձերը, մեղմորեն կառավարել կենդանուն, պահպանել հավասարակշռությունը։ Հելենան սկզբում նյարդային էր, բայց աստիճանաբար հանգստացավ, թույլ տալով իրեն տարվել քայլքի մեղմ ռիթմով։ Նրանք ձիավարեցին մինչ կալվածքի փոքրիկ լիճը, որը շրջապատված էր ուռիներով, որոնք նրբագեղորեն կախված էին ջրի վրա։ Նրանք իջան ձիերից, նստեցին ստվերում։ Լռությունը հարմարավետ էր, լցված միայն թռչունների ձայնով, տերների շրշյունով։ «Շնորհակալ եմ», ասաց Հելենան հանկարծ։ «Ամեն ինչի համար»։ Բագրատը նայեց նրան։ «Դու պարտադիր չէ, որ ինձ շնորհակալություն հայտնես»։ «Պարտադիր է, այո։ Դու կարող էիր ինձ վերաբերվել այնպես, ինչպես ծնողներս ինձ վերաբերվեցին։ Որպես բեռ։ Բայց դու դա չարեցիր։ Դու ինձ տեսար։ Եվ օգնեցիր ինձ նա ինձ տեսնել»։ Բագրատը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում կրծքավանդակում։ «Հելենա, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Երբ ես ընդունեցի քո ծնողների հետ համաձայնագիրը, ես չգիտեի։ Չգիտեի, թե ինչ էին նրանք արել քեզ հետ, չգիտեի, որ դու եղել ես», նա տատանվեց, բառեր փնտրելով, «որ քեզ այդպես բռնության էին ենթարկել։ Եթե ես իմանայի, երբեք չէի համաձայնվի»։ «Ես գիտեմ», մեղմորեն ասաց Հելենան։ «Եվ ես քեզ չեմ մեղադրում։ Իրականում, կարծում եմ, որ դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել։ Եթե ես մնայի նրանց հետ, երբեք չէի բացահայտի ճշմարտությունը։ Երբեք չէի ազատագրվի»։ «Դու ինքդ քեզ ազատագրեցիր», ասաց Բագրատը։ «Ես պարզապես գործիքներ առաջարկեցի։ Քաջությունը ամբողջությամբ քոնն էր»։ Հելենան նայեց նրան, աչքերը փայլող։ Եվ այդ պահին նա իմացավ, որ այն, ինչ զգում էր նրա նկատմամբ, պարզապես երախտագիտություն չէր։ Դա ավելին էր։ Դա մոտ լինելու ցանկություն էր, ոչ միայն լավ պահերը, այլ դժվարին պահերը կիսելու։ Դա նրան ավելի խորը ճանաչելու, նրա վախերը, նրա երազանքները հասկանալու ցանկություն էր։ Դա սեր էր։ Եվ դա նրան այնքան էր վախեցնում, որքան հույսով էր լցնում։ Բայց մինչ նա կկարողանար որևէ բան ասել, Բագրատի հեռախոսը զանգահարեց։ Նա պատասխանեց, դեմքը փակվում էր, երբ լսում էր. «Այո, այստեղ եմ»։ «Ինչպե՞ս»։ «Երբ»։ Նա անջատեց, անհանգիստ նայեց Հելենային։ «Քո ծնողները գալիս են։ Վաղը կհասնեն»։ Հելենայի արյունը սառեց։ Իր ծնողները։ Նա նրանց չէր տեսել այն օրվանից, երբ նրան հանձնել էին այնտեղ։ 3 ամիս առանց նրանց ձայները լսելու, առանց նրանց ստերի, առանց նրանց մանիպուլյացիայի։ Եվ հիմա նրանք վերադառնում էին։ «Ինչու»։ «Ինչ են ուզում», հարցրեց նա, ձայնը դողացող։ «Չգիտեմ։ Բայց մի անհանգստացիր։ Ես քեզ հետ կլինեմ։ Նրանք քեզ չեն վնասի»։ Բայց Հելենան գիտեր, որ Բագրատի ֆիզիկական ներկայությունը բավարար չէր նրան պաշտպանելու այն բանից, ինչին Վահագնը Անահիտը ընդունակ էին։ Նրանք տարիներ էին անցկացրել նրա միտքը կերտելով, ստիպելով նրան հավատալ, որ ինքը թույլ է, անկարող։ Եվ թե նա շատ էր մեծացել, նրա մի մասը դեռ վախենում էր, որ նրանց նորից տեսնելիս, նա նորից կդառնա այն վախեցած աղջիկը։ Այդ գիշեր Հելենան դժվարությամբ քնեց։ Նա պառկած մնաց մահճակալին, նայելով առաստաղին, մտքերը պտտվում էին։ Ինչ պետք է ասեր ծնողներին։ Ինչպես պետք է պահեր իրեն։ Իսկ եթե նրանք փորձեին նրան հետ տանել։ Իսկ եթե Բագրատը նրանց թույլ տար։ Երբ վերջապես քնեց, մղձավանջները եկան։ Նա երազում տեսավ, որ նորից գտնվում է այն փոքրիկ ու մութ տանը, փակված սենյակում, ծնողները դռան մյուս կողմում ասում էին, որ դա իր բարօրության համար է։ Նա երազում տեսավ դեղերը, խեղդվելու զգացումը, խեղդող լռությունը։ Նա արթնացավ բղավելով։ Բագրատը լսեց վազեց նրա սենյակ։ Նա Հելենային գտավ մահճակալին նստած, դողացող, արցունքները հոսում էին դեմքից։ Նա նստեց նրա կողքին, նրան գրկեց։ Առաջին անգամ Հելենան չդիմադրեց։
Նա գլուխը դրեց նրա կրծքին լացեց, խորը հեկեկոցներ, որոնք կարծես շատ հին տեղից էին գալիս։ Ամեն ինչ լավ է, շնջաց Բագրատը, շոյելով նրա մազերը։ Դու ապահով ես։ Ես թույլ չեմ տա, որ նրանք քեզ վնասեն։ Հելենան կառչեց նրանից, կարծես նա միակ ամուր բանն էր փլուզվող աշխարհում։ Եվ այնտեղ, նրա գրկում, աստիճանաբար հանգստացավ։ Երբ վերջապես հեռացավ, աչքերը ուռած, շշնջաց. Վախենում եմ, որ երբ նրանց տեսնեմ, կմոռանամ այն ամենը, ինչ սովորել եմ։ Վախենում եմ նորից դառնալ այդ մարդը։ Բագրատը ձեռքերով բռնեց նրա դեմքը, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Դու այլս այդ մարդը չես։ Դու մեծացել ես, փոխվել ես, ուժեղացել ես։ Եվ ես քո կողքին կլինեմ ամեն պահի։ Եթե զգաս, որ կորցնում ես վերահսկողությունը, պարզապես նայիր ինձ։ Ես քեզ կհիշեցնեմ, թե ով ես դու։ Եվ Հելենան հավատաց նրան։ Որովհետև կյանքում առաջին անգամ նա ուներ մեկը, ում իրականում կարող էր վստահել։ Հաջորդ օրը Վահագնը Անահիտը ժամանեցին կեսօրին։ Հելենան նրանց տեսավ մեքենայից իջնելիս սենյակի պատուհանից զգաց, թե ինչպես է ստամոքսը շրջվում։ Նրանք ավելի փոքր էին թվում, քան նա հիշում էր։ Ավելի ծեր։ Վահագնն ավելի շատ սպիտակ մազեր ուներ, Անահիտն ավելի նիհար էր։ Բայց դեմքերը նույնն էին։ Հաշվենկատ արտահայտությունները, կեղծ ժպիտները։ Բագրատը դուրս եկավ նրանց դիմավորելու։ Հելենան դանդաղ իջավ աստիճաններով, ոտքերը դողում էին։ Երբ նա մտավ սենյակ, Անահիտը վեր կացավ մելոդրամատիկ ճիչով. Իմ աղջիկս։ Ինչպիսի գեղեցիկ ես։ Նա փորձեց գրկել Հելենային, բայց Հելենան ինքնաբերաբար մեկ քայլ հետ արեց։ Անահիտը ձացրեց, թե չի նկատում, շարունակեց ժպտալ։ Այնքան էի կարոտել։ Վահագնը նույնպես վեր կացավ, գլխով անելով. Հելենա։ Ինչպես են գործերը։ Լավ, պատասխանեց Հելենան, ձայնը ավելի ամուր, քան սպասում էր։ Ես լավ եմ։ Բագրատը ցույց տվեց բազմոցը։ Նստեք, խնդրում եմ։ Նրանք նստեցին, Լուսինեն սուրճ ու թխվածքաբլիթներ բերեց։ Անահիտը սկսեց անիմաստ բաների մասին խոսել, ճանապարհորդության երկար լինելու մասին, եղանակի մասին, հարանների մասին, որոնց Հելենան դժվարությամբ էր հիշում։ Վահագնը լուռ մնաց, բայց նրա աչքերը ամեն ինչ դիտում էին, հաշվարկելով։ Վերջապես Վահագնը անմիջապես անցավ բուն հարցին։ Բագրատ, մեզ մի օգնություն է պետք։ Դա մի ներդրման մասին է, որը ես փորձում եմ անել։ Մի բիզնես, որը կարող է փոխել մեր կյանքը։ Բայց ինձ սկզբնական կապիտալ է պետք։ Բագրատը ձեռքերը խաչեց։ Եվ դու ուզում ես, որ ես ներդրում անեմ։ Հենց այդպես։ Շատ չէ։ Պարզապես բավարար, սկսելու համար։ Եվ իհարկե, դու առատաձեռն կպարգատրվես։ Բագրատը նայեց Հելենային, ով գունատ էր, ձեռքերը սեղմած ծնկներին։ Նա անմիջապես հասկացավ։ Նրանք չէին եկել նրան տեսնելու։ Նրանք եկել էին փող խնդրելու։ Նրան նորից որպես փոխանակման միջոց օգտագործելու։ Ոչ, պարզապես ասաց Բագրատը։ Վահագնը աչքերը թարթեց։ Ինչպես թե ոչ։ Ես չեմ ներդնի քո բիզնեսում։ Եվ խորհուրդ եմ տալիս այստեղ չվերադառնալ, օգնություն խնդրելու։ Անահիտը վեր կացավ, դեմքը կարմրած։ Բայց մենք նրա ընտանիքն ենք։ Մենք իրավունք ունենք տեսնել նրան, լինել նրա կողքին։ Դուք կորցրել եք այդ իրավունքը, երբ նրան վաճառեցիք, կարծես նա առարկա լիներ, ասաց Բագրատը, ձայնը սառը։ Երբ նրան տարիներ շարունակ թմրեցնում էիք, երբ նրան համոզում էիք, որ հիվանդ է, նրան վերահսկողության տակ պահելու համար։ Դա ճիշտ չէ, բողոքեց Անահիտը։ Մենք միշտ հոգացել ենք նրա մասին։ Նա փխրուն է, միշտ էլ եղել է։ Մենք արել ենք այն, ինչ լավագույնն էր։ Հելենան զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան պայթում։ Նա վեր կացավ, ձայնը ավելի բարձր, քան մտադրված էր։ Ոչ։ Դուք չեք արել այն, ինչ լավագույնն էր։ Դուք ինձ կործանեցիք։ Հաջորդած լռությունը խլացնող էր։ Անահիտը բաց բերանով նայեց դստերը։ Վահագնը հոնքերը կնճռոտեց։ Բագրատը լուռ մնաց, բայց մեկ քայլ մոտեցավ Հելենային, աջակցության նուրբ ժեստ։ Դուք ինձ հանեցիք դպրոցից, շարունակեց Հելենան, բառերը դուրս էին գալիս ջրհեղեղի պես, որն այլս չէր կարող զսպվել։
Ինձ հեռացրիք ընկերներիցս։ Ինձ լցրիք դեղերով, որոնց կարիքը չունեի։ Ինձ համոզեցիք, որ հիվանդ եմ, թույլ, անկարող։ Եվ ինչու։ Ինչի համար։ Մենք քեզ պաշտպանում ենք, ասաց Անահիտը, ձայնը դողացող։ Արտաքին աշխարհը վտանգավոր է։ Մենք պարզապես ուզում էինք, որ դու ապահով լինես։ Սուտ է, բղավեց Հելենան, զգալով, թե ինչպես են արցունքները հոսում։ Դուք ուզում էիք ինձ լուր, հնազանդ պահել, որպեսզի ես հարցեր չտամ, որպեսզի չտեսնեմ, թե ինչպիսին եք դուք իրականում։ Դուք ինձ օգտագործեցիք։ Եվ երբ ես այլս ոչնչի համար պիտանի չէի, ինձ վաճառեցիք։ Հելենա, զսպիր քեզ, ասաց Վահագնը, ձայնը բարձրացնելով։ Դու նոպա ես ունենում։ Տեսնում ես, Բագրատ։ Հենց դա ենք մենք փորձում խուսափել։ Նա լավ չէ։ Նա պետք է վերադառնա տուն, նրան համապատասխան խնամք է պետք։ Նա ձեզ հետ ոչ մի տեղ չի վերադառնա, ասաց Բագրատը, իրեն դնելով Հելենայի նրա ծնողների միջ։ Եվ նա ոչ մի նոպա չի ունենում։ Նա, առաջին անգամ, ճշմարտությունն է ասում։ Դու իրավունք չունես մեզ ասելու, թե ինչ անենք մեր աղջկա հետ, մռնչաց Վահագնը։ Նա այլս երեխա չէ։ Նա չափահաս կին է։ Եվ նա իրավունք ունի ընտրել իր սեփական կյանքը։ Անահիտը նայեց Հելենային, աղաչող աչքերով։ Աղջիկս, խնդրում եմ։ Դու ճիշտ չես մտածում։ Այս տեղերը, որոնք դու հիմա ընդունում ես, հարմար չեն։ Դու պետք է վերադառնաս այն բուժմանը, որն աշխատում էր։ Ում համար էր աշխատում, հարցրեց Հելենան, ձայնը կտրուկ։ Ինձ համար, ով օրերն անցկացնում էր թմրած, չիմանալով, թե ով եմ ես։ Թե ձեզ համար, ովքեր կարող էին անել այն, ինչ ուզում էին, մինչ ես չափազանց թմրած էի, հասկանալու համար։ Վահագնը մեկ քայլ առաջ արեց, սպառնալից։ Զգույշ եղիր, աղջիկ։ Բագրատը անմիջապես միջամտեց։ Մի մոտեցիր նրան։ Մի պահ թվում էր, թե Վահագնը առաջ կգնա։ Բայց հետո նա հետ քաշվեց, հասկանալով, որ պարտվել է։ Գնանք, Անահիտ։ Այստեղ անելիք այլս չկա։ Անահիտը դեռ փորձեց վերջին անգամ դիմել։ Հելենա, խնդրում եմ։ Մտածիր, թե ինչ ես անում։ Դու կզղջաս։ Բայց Հելենան չպատասխանեց։ Նա պարզապես դիտեց, թե ինչպես են նրանք դուրս գալիս, ուսերը լարված, բայց գլուխը բարձր։ Երբ դուռը փակվեց նրանց հետից, նա դողացող հառաչանք արձակեց։ Նրա ոտքերը թուլացան, Բագրատը բռնեց նրան հետ տանելով բազմոցին։ Դու հիանալի էիր, ասաց նա, բռնելով նրա ձեռքերը։ Դու դիմակայեցիր։ Դու ճշմարտությունն ասացիր։ Հելենան նայեց նրան, արցունքները դեռ հոսում էին։ Ես այնքան էի վախենում։ Բայց դու այստեղ էիր։ Ինչպես խոստացել էիր։ Եվ միշտ կլինեմ, ասաց Բագրատը։ Եվ հետո առանց մտածելու, առանց պլանավորելու, նա թեքվեց համբուրեց նրա ճակատը, քնքուշ իմաստալից ժեստ։ Հելենան փակեց աչքերը, զգալով այդ համբույրի ջերմությունը, որը տարածվում էր ամբողջ մարմնով։ Եվ այդ պահին նա իմացավ, որ ճիշտ ընտրություն էր կատարել։ Նա ընտրել էր ճշմարտությունը։ Նա ընտրել էր ազատությունը։ Եվ, գուցե, ընտրել էր նա սերը։ Վահագնի Անահիտի հեռանալուց հետո Հելենայի Բագրատի միջ ինչ-որ բան վերջնականապես փոխվեց։ Ճակատի համբույրը թե պարզ բացել էր մի դուռ, որը նրանցից ոչ ոք չգիտեր, ինչպես փակել, չէին էլ ուզում։ Հաջորդ օրերին նրանք էլ ավելի մտերմացան։ Բագրատը սկսեց ավելի քիչ աշխատել, նախընտրելով ժամանակն անցկացնել Հելենայի հետ, զբոսնելով այգիներում, ձիավարելով կամ պարզապես նստած պատշգամբում, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին։ Հելենան ամեն օր ծաղկում էր։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Նա ավելի շատ էր ծիծաղում, ավելի վստահ էր խոսում, արտահայտում էր այն կարծիքները, որոնք նախկինում կպահեր իր մոտ։ Դոկտոր Նարինեն իր շաբաթական այցելությունների ժամանակ տպավորված էր առաջընթացով։ Իր նիստերից մեկում նա Հելենային ասաց մի բան, որը խորապես դրոշմվեց նրա մեջ։ Գիտես, Հելենա, այն տրավման, որը դու կրել ես, կարող էր քեզ ամբողջությամբ կործանել։ Շատ մարդիկ չեն կարողանում վերականգնվել տարիների հոգեբանական բռնությունից։ Բայց դու քո ներսում մի ուժ գտար, որը հազվադեպ է։ Դու ընտրեցիր ապրել։ Եվ այդ ընտրությունը քո ամենամեծ հաղթանակն է։ Հելենան շատ մտածեց այդ խոսքերի մասին։
Նա ընտրել էր ապրել։ Դա հեշտ չէր եղել, դեռ դժվար օրեր կային, օրեր, երբ անցյալի ուրվականները վերադառնում էին նրան հետապնդելու։ Բայց հիմա նա գիտեր, որ մենակ չէ։ Նա ուներ Լուսինեն, ով իր համար մայր էր դարձել։ Նա ուներ Նարինեն, ով օգնում էր նրան նավարկել հույզերի բուռն ջրերում։ Եվ նա ուներ Բագրատը, ով դարձել էր ոչ միայն նրա պաշտպանը, այլ նրա վստահելի ընկերը, նրա բարեկամը, գուցե ավելին։ Մի անգամ կեսօրին, երբ Հելենան կարդում էր գրադարանում, Բագրատը մտավ նստեց նրա կողքին։ Նա նյարդային էր թվում, ինչը անսովոր էր։ Բագրատը միշտ եղել էր ինքնավստահ, կառավարվող մարդ։ Բայց հիմա նա ձեռքերն էր շարժում, խուսափում էր նրա հայացքից։ Հելենա, ես պետք է քեզ հետ խոսեմ մի կարևոր բանի մասին։ Հելենան փակեց գիրքը, սիրտը արագանում էր։ Ինչ է պատահել։ Նա խորը շունչ քաշեց։ Երբ ես համաձայնություն կնքեցի քո ծնողների հետ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնություն գրանցվեց։ Իրավաբանորեն մենք ամուսնացած ենք։ Բայց երկուսս էլ գիտենք, որ դա իրական ամուսնություն չէր։ Դա գործարք էր։ Սուլտ։ Հելենան գլխով արեց, կրծքավանդակում սեղմում զգալով։ Նա գիտեր դա, իհարկե։ Բայց բարձրաձայն ասվածը ցավ էր պատճառում այնպես, ինչպես չէր սպասում։ Բագրատը շարունակեց, վերցնելով մի ծրար, որը գտնվում էր իր վերնազգեստի գրպանում։ Ես խնդրեցի իմ փաստաբանին պատրաստել ամուսնալուծության փաստաթղթերը։ Նա ծրարը մեկնեց նրան։ Դու ազատ ես, Հելենա։ Ազատ ես հեռանալու, քո կյանքն ապրելու, ինչպես ուզում ես։ Ես քեզ մի գումար կտամ, որը կերաշխավորի քո ֆինանսական անկախությունը։ Դու կարող ես գնալ ուր ուզում ես, անել ինչ ուզում ես։ Ինձ ոչինչ պարտք չես։ Հելենան նայեց ծրարին, կարծես այն օձ լիներ։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա վերցրեց այն։ Նա դանդաղ բացեց այն, տեսավ թղթերը, պաշտոնական կնիկները, այն տեղերը, որտեղ նա պետք է ստորագրեր։ Եվ զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում իր ներսում։ Դու ուզում ես, որ ես հեռանամ, հարցրեց նա, ձայնը թույլ։ Բագրատը վերջապես նայեց նրան, այն, ինչ Հելենան տեսավ նրա աչքերում, զարմացրեց նրան։ Դա ցավ էր։ Խորը իրական ցավ։ Դա այն չէ, ինչ ես եմ ուզում։ Բայց դա այն է, ինչ ճիշտ է։ Դու արժանի ես ընտրելու, Հելենա։ Իրականում ընտրելու, այլ ոչ թե ստիպված լինել մնալու մի համաձայնագրի պատճառով, որը երբեք չես խնդրել։ Իսկ եթե ես չուզենամ հեռանալ, բառերը դուրս եկան, մինչ Հելենան կկարողանար դրանք կանգնեցնել։ Իսկ եթե ուզենամ մնալ։ Բագրատը երկար ժամանակ նայեց նրան։ Ինչու։ Երախտագիտության համար։ Որ զգում ես, թե ինձ ինչ-որ բան պարտք ես։ Ոչ, ասաց Հելենան, զգալով, թե ինչպես են արցունքները սկսում հոսել։ Որովհետև ես քեզ սիրում եմ։ Հաջորդած լռությունը խիտ էր, լարված։ Բագրատը նրան նայում էր, կարծես չէր հավատում իր լսածին։ Հելենա, դու պարտադիր չէ, որ դա ասես։ Դու պարտադիր չէ, որ զգաս, թե պետք է ինչ-որ կերպ հատուցես։ Բայց Հելենան գլխով արեց, արցունքներն այժմ ազատորեն հոսում էին։ Ես դա պարտավորությունից չեմ ասում։ Ես դա ասում եմ, որովհետև ճիշտ է։ Դու ինձ փրկեցիր, Բագրատ։ Ոչ միայն ինձ դուրս հանեցիր վատ իրավիճակից։ Դու ինձ տեսար, երբ ոչ ոք չէր տեսնում։ Դու ինձ հավատացիր, երբ ես նույնիսկ ինքս ինձ չէի հավատում։ Դու ինձ հնարավորություն տվեցիր դառնալ այն, ինչ ես իրականում եմ։ Ինչպես կարող էի քեզ չսիրել։ Բագրատը վեր կացավ, հեռացավ, ձեռքը անցկացնելով դեմքին։ Հելենա, ես էլ եմ քեզ սիրում։ Սիրում եմ քեզ այնպես, ինչպես երբեք չէի կարծում, որ հնարավոր է։ Բայց վախենում եմ, որ դու սերը շփոթում ես երախտագիտության, կախվածությունը, սիրո հետ։ Դու ամբողջ կյանքդ վերահսկվող։ Ես եղել։ Ես չեմ ուզում լինել մեկ տղամարդ, ով վերահսկում է քո կյանքը, նույնիսկ եթե անկամ։ Հելենան նույնպես վեր կացավ, քայլելով նրա մոտ։ Նա ձեռքը դրեց նրա դեմքին, ստիպելով նրան նայել իրեն։ Դու ինձ չես վերահսկում։ Դու ինձ ազատագրում ես։ Եվ այդ ազատության մի մասը քեզ սիրելու հնարավորությունն է։ Դա մնալու հնարավորությունն է։ Ոչ թե որովհետև պարտավոր եմ, այլ որովհետև ուզում եմ։ Բագրատը բռնեց նրա ձեռքը, մատները խաչելով։ Իսկ եթե մտքդ փոխես։
Իսկ եթե մի քանի ամիս կամ տարի հետո հասկանաս, որ ինձ հետ մնացել ես սխալ պատճառներով, այդ դեպքում ես կհեռանամ։ Եվ դու ինձ թույլ կտաս գնալ, որովհետև հարգում ես իմ ընտրությունները։ Բայց հիմա իմ ընտրությունը մնալն է։ Իմ ընտրությունը դու ես։ Եվ հետո Բագրատը նրան իր գիրկը քաշեց համբուրեց։ Դա սեփականատիրության կամ հուսահատության համբույր չէր։ Դա նվիրումի համբույր էր երկու մարդու, ովքեր հանդիպել էին փոթորկի մեջ, որոշել էին միասին դիմակայել այն ամենին, ինչ կգար։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ լացում էին։ Ես քեզ սիրում եմ, շշնջաց Բագրատը։ Այնքան եմ քեզ սիրում, որ վախենում եմ։ Ապա միասին վախենանք, ասաց Հելենան, ժպտալով արցունքների միջից։ Այդ գիշեր, առաջին անգամ, նրանք քնեցին նույն սենյակում։ Ոչ թե պարտավորությունից կամ սպասումից, այլ ընտրությունից։ Պառկած կողք կողքի, ձեռքերը խաչած, խոսում էին ապագայի մասին։ Այն երազանքների մասին, որոնք Հելենան նոր էր սկսում համարձակվել երազել։ Այն վախերի մասին, որոնք Բագրատը կրում էր այնքան ժամանակ, որ մոռացել էր, թե ինչպես էր չունենալ դրանք։ Հաջորդ ամիսները վերակառուցման էին։ Հելենան որոշեց, որ ուզում է սովորել, ավարտել այն կրթությունը, որը իրենից զրկվել էր։ Բագրատը վարձեց մասնավոր ուսուցիչներ, որոնք գալիս էին կալվածք։ Մաթեմատիկա, գրականություն, պատմություն, գիտություն։ Հելենան ամեն ինչ կլանում էր անզուսպ քաղցով։ Նա հայտնաբերեց, որ սիրում է գրել։ Սկսեց գրի առնել իր փորձառությունները, իր մտքերը, իր ցավը բառերի վերածելով։ Մի օր նա Բագրատին ցույց տվեց իր գրածը։ Դա անկեղծ հում պատմություն էր այն ամենի մասին, ինչ նա ապրել էր։ Բռնության, մանիպուլյացիայի, ազատագրման մասին։ Բագրատը կարդաց, աչքերում արցունքներով։ Սա հզոր է, Հելենա։ Երբ մտածել ես հրատարակելու մասին։ Հրատարակել։ Գաղափարը միաժամանակ վախեցրեց հուզեց նրան։ Բայց ով կցանկանար կարդալ դրա մասին։ Շատ մարդիկ, ասաց Բագրատը։ Դու չես պատկերացնում, թե քանի կին է նմանատիպ իրավիճակներում անցնում։ Քո պատմությունը կարող է օգնել, կարող է ցույց տալ, որ հնարավոր է ազատագրվել։ Եվ այսպես, Հելենան սկսեց աշխատել մի գրքի վրա։ Նա ամեն օր գրում էր, թղթի վրա թափելով տարիների լռությունը։ Բագրատը նրան ամեն ինչում աջակցում էր, կարդալով յուրաքանչյուր գլուխ, առաջարկելով կարծիքներ, բայց միշտ հարգելով նրա ձայնը, նրա ճշմարտությունը։ Մինույն ժամանակ, նրանց հարաբերությունները խորացան։ Նրանք սովորեցին մեկը մյուսից, միասին մեծացան։ Բագրատը, ով միշտ եղել էր փակ մարդ, սովորեց բացվել, խոսել իր զգացմունքների մասին, խոցելի լինել։ Հելենան, ով միշտ լռեցված էր եղել, սովորեց օգտագործել իր ձայնը, սահմաններ դնել, հարգանք պահանջել։ Նրանք վիճեցին, ինչպես ցանկացած զույգ։ Հիասթափության թյուրիմացության պահեր։ Բայց նրանք միշտ վերադառնում էին մեկը մյուսին, միշտ խոսում էին, միշտ լուծում էին։ Որովհետև խորքում գիտեին, որ այն, ինչ իրենք ունեին, հազվադեպ էր թանկարժեք։ Կալվածք Հելենայի ժամանելուց 1 տարի անց նրանք որոշեցին իրականում ամուսնանալ։ Ոչ թե կեղծ ամուսնություն, գրանցված քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում, առանց սիրո կամ պարտավորության, այլ իրական արարողություն, ուխտերով, որոնք իմաստ ունեին։ Դա փոքր արարողություն էր, միայն այն մարդկանց հետ, ովքեր իսկապես կարոր էին։ Լուսինեն, ով լացում էր հպարտ մոր պես։ Դոկտոր Նարինեն, ով ժպտաց, տեսնելով, թե որքան ճանապարհ էր անցել իր հիվանդը։ Բագրատի մի քանի ընկերներ, ովքեր տպավորված էին այն ուժեղ խոսուն կնոջով, ում նա ուներ կողքին։ Հելենան հագած էր պարզ ու սպիտակ զգեստ, մազերը բաց, թարմ ծաղիկների պսակ։ Երբ նա քայլեց դեպի Բագրատը, ոչ ոք չհանձնեց նրան։ Նա քայլեց մենակ, իր սեփական ընտրությամբ։ Եվ երբ նա հասավ նրան, բռնեց նրա ձեռքերը ասաց այն ուխտերը, որոնք ինքն էր գրել։ Բագրատ, երբ ես եկա այստեղ, ես չգիտեի, թե ով եմ ես։ Չգիտեի, որ հնարավոր է ազատ լինել, սիրվել, տեսնվել։ Դու ինձ տվեցիր այս ամենը։ Դու ինձ չփրկեցիր, որովհետև ես ինքս ինձ փրկեցի։ Բայց դու ինձ տվեցիր գործիքներն ու տարածքը, որպեսզի ես կարողանամ ինքս ինձ գտնել։ Խոստանում եմ անցկացնել իմ կյանքի մնացած մասը, քեզ սիրելով նույն ինտենսիվությամբ, որով դու ինձ սիրեցիր։ Խոստանում եմ լինել քո գործընկերը, քո հավասարը, քո ուղեկիցը այն ամենում, ինչ կգա։ Խոստանում եմ երբեք չդադարել պայքարել մեզ համար, այս ազատության համար, որը մենք միասին կառուցել ենք։
Բագրատը աչքերում արցունքներով արտաբերեց իր սեփական ուխտերը։ Հելենա, դու ինձ սովորեցրիր, որ սերը սեփականություն չէ։ Դա ազատագրում է։ Դու ինձ սովորեցրիր, որ ուժը վերահսկողություն չէ։ Դա խոցելիություն է։ Դու ինձ սովորեցրիր, որ հնարավոր է նորից սկսել, անկախ նրանից, թե որքան կոտրված լինենք։ Խոստանում եմ քեզ պատվել, հարգել, աջակցել քո յուրաքանչյուր երազանքում, յուրաքանչյուր պայքարում, յուրաքանչյուր հաղթանակում։ Խոստանում եմ երբեք քեզ չփակել, բայց միշտ լինել քո կողքին, երբ քեզ պետք լինի։ Խոստանում եմ քեզ սիրել ոչ թե քո սպիների չնայած, այլ դրանք ներառելով, որովհետև դրանք քո էության մի մասն են։ Երբ նրանք համբուրվեցին, կնքելով իրենց ուխտերը, կասկած չկար, որ դա նոր սկիզբ էր։ Ոչ միայն Հելենայի, այլ երկուսի համար։ Հաջորդ տարիները ավելի շատ աճ բերեցին։ Հելենայի գիրքը հրատարակվեց դարձավ անսպասելի հաջողություն։ Կանայք ամբողջ երկրից գրում էին նրան, պատմելով իրենց սեփական բռնության ազատագրման պատմությունները։ Հելենան սկսեց դասախոսություններ կարդալ, դառնալով ձայն նրանց համար, ովքեր դեռ չէին գտել իրենց սեփական ձայնը։ Բագրատը շարունակեց իր գործերը, բայց այժմ աշխատանքի անձնական կյանքի միջ ավելի լավ հավասարակշռությամբ։ Նա սկսեց ներդրումներ կատարել սոցիալական նախագծերում, հատկապես նրանցում, որոնք օգնում էին խոցելի վիճակում գտնվող կանանց։ Նա ասում էր, որ դա Հելենայի ազդեցությունն էր, բայց նա գիտեր, որ դա մի բան էր, որը միշտ եղել էր իր ներսում, պարզապես սպասելով արթնանալուն։ Վահագնը Անահիտը մի քանի անգամ փորձեցին կապ հաստատել, հատկապես Հելենայի գրքի հրատարակումից հետո։ Նրանք ուզում էին հաշտվել, ասելով, որ ամեն ինչ թյուրիմացություն էր։ Բայց Հելենան ամուր մնաց։ Ոչ թե զայրույթով, այլ հստակությամբ։ Նա ներել էր, ոչ թե նրանց համար, այլ իր համար։ Բայց ներելը չէր նշանակում մոռանալ կամ թույլ տալ, որ նրանք նորից իր կյանքի մաս դառնան։ Նա սովորել էր առողջ սահմաններ դնել, դա դրանցից մեկն էր։ Մի անգամ կեսօրին, ամուսնությունից 5 տարի անց, Հելենան Բագրատը նստած էին պատշգամբում, դիտելով մայրամուտը։ Նա ավարտում էր իր երկրորդ գիրքը, նա վերանայում էր աշխատանքային որոշ փաստաթղթեր։ Հանգիստ տնային տեսարան, որը տարիներ առաջ անհնար կլիներ։ Դու երջանիկ ես, հարցրեց Բագրատը հանկարծ։ Հելենան նայեց նրան, հետո շրջապատող բնապատկերին, հետո իր ներսին։ Այո, ասաց նա։ Կյանքում առաջին անգամ ես իսկապես երջանիկ եմ։ Բագրատը ժպտաց բռնեց նրա ձեռքը։ Ես էլ։ Եվ դա ճիշտ էր։ Դա կատարյալ երջանկություն չէր, առանց խնդիրների կամ մարտահրավերների։ Բայց դա իրական երջանկություն էր, կառուցված հարգանքի, սիրո ընտրության հիմքի վրա։ Հելենան ընտրել էր ապրել, ընտրել էր սիրել, ընտրել էր ազատ լինել։ Եվ Բագրատն ընտրել էր լինել նրա կողքին, ոչ թե որպես փրկիչ կամ վերահսկող, այլ որպես գործընկեր։ Մինչ արը մայր էր մտնում, երկինքը ոսկեգույն ջերմակ կարմրագույն երանգներով ներկելով, Հելենան մտածեց այն ամենի մասին, ինչ նա անցել էր։ Ցավերի, կորուստների, պայքարների մասին։ Բայց նա մտածեց նա հաղթանակների, բացահայտումների, այն մարդու մասին, ով դարձել էր։ Նա այլս այն մարած ստվերը չէր, որին հանձնել էին որպես ապրանք։ Նա ամբողջական, ուժեղ կին էր, ընդունակ սիրելու սիրվելու։ Եվ երբ Բագրատը սեղմեց նրա ձեռքը, նա էլ սեղմեց ի պատասխան, իմանալով, որ անկախ նրանից, թե ինչ կբերի ապագան, նրանք միասին կդիմակայեն դրան։ Որովհետև ի վերջո այն, ինչ սկսվել էր որպես դաժան գործարք, վերածվել էր գեղեցիկ ճշմարիտ բանի։ Փրկության, բուժման, սիրո պատմություն, որն ազատագրում էր, փակելու փոխարեն։ Հելենան նայեց հորիզոնին ժպտաց։ Առաջին անգամ ապագան սպառնալիք չէր։ Դա խոստում էր։ Եվ նա պատրաստ էր ապրել այն, իր ամբողջ ինտենսիվությամբ լիարժեքությամբ։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հելենայի Բագրատի պատմությունը դիպավ ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ձեզ ենք ներկայացնում այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։